Որպես քաղաքապետարանի պաշտոնյա ձեր խոսքն ենք ուզում լսել, մի հատ ուղղակի ձեր անունը հիշեցրեք։ Ավետան։ Ավետինչյան։ Բաբայան։ Պարոն Բաբայան, դուք ինչ կասեք այստեղ այս արգելքի հետ կապված, պարոն Առաքելյանի հետ խոսեցիք։ Մենք ձեզ արդեն ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, էլի դիմեք լրատվական ծառայություն, դերից ձեզ ոստիկանությունից են ասում դիմեք լրատվական, դուք էլ եք ասում նույնը։ Ինչ տարբերություն։ Դե չէ, տարբերություն կա, հիմա դուք որպես պաշտոնյա։ Մենք մեր լրատվականի մասին է խոսքը։ Ձեր պաշտոնը ո՞րն է։ Հասարակական կարգի պարապանություն ծառայության պետի ժամանակավոր պաշտոնյա։ Հա, լավ, հիմա դուք այստեղ հասարակական կարգի խախտում տեսնում եք։ Ոչ, այս պահին ոչ։ Բա ինչու եք ժամանել եք։ Ժամանել են գործ չլինի նման դեպքեր հասարակական կարգն նախ չխախտվի, երկրորդն ստեղ ենք ապամոնտաժման աշխատանքներ։ Ձեր գործառույթների մեջ կոնկրետ ինչ է մտնում, որովհետև եթե հասարակական կարգ խախտվի, ոստիկանությունը այստեղ է։ Մեր գործառույթների մեջ շատ բան է մտնում, նաև մտնում է այս ապամոնտաժման աշխատանքները, այսքանով սահմանափակ ենք։ Բայց պետք է ապամոնտաժվի։ Այո։ Ինչու, ինչի հիման վրա։ Որովհետև օրենքով սահմանված չի։ Չէ, բնականաբար ոչ։ Եկեք չքաղաքական։ Դե քաղաքական է, դրա համար եմ ասում։ Չէ, ձեր դիրքորոշումն է։ Դրանից առաջ Սամվել Կարապետյանի նկարը այլ տեղից է։ Այլ տեղից որտեղից են ապամոնտաժել։ Հյուսային պողոտայից։ Հյուսային պողոտայում եթե նկատած լինեք, այլ գովազդներ եւս ապամոնտաժվել են, որոնք որ թույլտվություն չունեն։ Հիմա եթե ենթադրենք թույլտվություն չկա, եթե թույլտվության համար դիմեն քաղաքապետարան, դուք պատասխան եք տրամադրել, որ իրենց Ես տրամադրող սուբյեկտը չեմ, դրա համար չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Դա գովազդի վարչության պետք է։ Մասնավոր շենքի տեր իրավունք չունի շենքի ճակատային հատվածում։ Ոչ։ Դա որպես ինչով է հասարակական կարգը խախտում, օրինակ հասարակության հարցեր է։ Մասին օրենքն է խախտում, հասարակությանը չեմ խախտել, չեն խախտել, դա գովազդի մասին օրենքն է խախտում, կներեք։